Դուք վաղվա պատարագին եք մասնակցելու, ինչպես այդ որոշումը նախ կայացրեցիք, հետո լավ այս հարցին պատասխանեք, հետո կշարունակեմ։ Կլինի չպատասխանեմ, այսօր ոչ մի խոսք չասեմ, հավանաբար վաղը կխոսեմ, հավանաբար։ Որտեղ մայրաթորը ասում է, որ այստեղ տեղի ունեցողը պղծությունը պետք է բան լինի, մի հատ էլ պետք է օծել եկեղեցին, վերաօծել։ Կլինի չպատասխանեմ։ Ամեն դեպքում պատարագ չի կարող պղծություն լինել։ Իսկ ինչու է մայրաթորը այդպես ասում։ Մայրաթորին հարցրեք։ Մայրաթորի հոգևորականներին հարցրեք, ովքեր որ այդ ընդդումներն անում են։ Մտավախություն չունեք, որ ձեզ էլ կարկալույց կանեն։ Թողանեն, խնդիր չի։ Եթե ձայն ենք բարձրացնում եւ մեր բարձրացրած ձայնը գտնում են այնպիսի վտանգա, որ պետք է կարգալույց անեն, խնդիր չի։ Ինչ խնդիրներ կան եկեղեցում։ Դուք Facebook-ում գրառում եք, կարելի ինչ կարող եք մանրամասնել, օրինակ ինչ ճնշումներ կան։ Այս պահին չեմ կարող մանրամասնել, բայց իմ Facebook-յան գրառումից հիշեցի մի դրվագ, որտեղ ասում ես նաև վախենում եմ չհասկացված լինելուց։ Եվ ես կարծում եմ հիմա այդ չհասկացված փուլի մեջ ենք, որ դա եւ նաև մեր մեջ կար այդ մտավախությունը գրելուց առաջ, որ այո, չհասկացված լինել է բավականին բարդ բան է։